Երգչուհի Աննա Խաչատրյանը երկար տարիներ բեմում է, նա 2000-ականների ամենավառ անուններից մեկն է։ Երգչուհին այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ու երգել տարբեր միջոցառումների ժամանակ։ Վերջին շրջանում հատկապես Աննան առավել ակտիվ է սոցիալական իր էջերում, որտեղ էլ 3 տխուր հրապարակում է արել։ Երգչուհին հրապարակել է լուսանկար ու գրել «1 տարի»։ Աննան չի նշել, թե ում է կորցրել ուղիղ 1 տարի առաջ, սակայն գրառումից պարզ է դառնում, որ կորուստը մեծ է։ Իսկ մենք հավելենք, որ շաբաթներ առաջ էլ երգչուհին վերջին հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ ամուսնացել է երաժիշտ Արման Փահլևանյանի հետ։ Զույգը իրենց ինստագրամյան էջում շարունակում է ջերմ ու սիրառատ հրապարակումներ անել ամուսնության լուրը հայտնելուց հետո։ Եվ ինչպես արդեն նշեցինք, Աննա Խաչատրյանն այս տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ հարցազրույցների ու խոսել իր կարիերայի ու գործունեության մասին։ Տարիներ առաջ Աննա Խաչատրյանը Bravo AM-ի հետ զրույցում պատմել էր իր երկրորդ ուխտագնացության մասին դեպի Երուսաղեմ։ Երգչուհին այնտեղ մեկնել էր ռեժիսոր Խաչիկ Եղոյանի հետ, արդյունքում նկարահանել նոր աշխատանք, որի շնորհանդեսը կայացել էր Նարեկացի արվեստի միությունում։ Երեկոյին ներկա էին գտնվել երգչուհու ընկերները, գործընկերներն ու մտերիմները։ Տիրամոր Գովքի հեղինակներն այն համարում են ոչ թե տեսահոլովակ, այլ երաժշտական վավերագրական ֆիլմ։ Այս աշխատանքն ինձ համար նեղ անձնական, ինտիմ վիճակ է։ Ծանր եմ տանում, որ մեզ շրջապատող մարդկանց մեջ կան աղանդավորներ, ինչն ինձ նյարդայնացնում է։ Երբ հարցեր եմ տալիս առաքելական եկեղեցու սպասավորին, յուրաքանչյուր հարցին տրվում է հստակ պատասխան, իսկ աղանդավորական շարժումների տարածողները սահմանափակ գիտելիքներ ունեն, մի քիչ ուրիշ կերպ են հարցդ ձևակերպում, պատասխանել չունեն, նշել էր Աննա Խաչատրյանը։ Տիրամոր Գովքը ստեղծագործության երաժշտության հեղինակը Աստղիկ Ստամբուլցյանն է, խոսքերի հեղինակը Խոյլի Վարդանը, 6 րոպե տևողությամբ տեսանյութի ռեժիսորն ու օպերատորը Խաչիկ Եղոյանն է, իսկ սցենարի հեղինակը Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը։ Երգչուհու խոսքերով կրկին ու կրկին ուզում է վերադառնալ Սուրբ քաղաք։ Առաքելական եկեղեցու հավատացյալներից արդեն լսել եմ դրական խոսքեր, նույնիսկ շատերն ուզում են անձամբ գնալ Երուսաղեմ, իսկ ովքեր արդեն եղել են, զգացմունքները նորից կվերապրեն։ Այժմ եթերում գերակշռում է թեթև ու ոչինչ չասող երաժշտությունը։ Եթե դրա կողքին հեռարձակվի այս փոքրիկ ֆիլմը, ապա միայն ուրախ կլինեմ։ Չգիտեմ պահանջարկ կունենա թե ոչ, բայց վստահ եմ, դրական արձագանք կունենա, նշել էր երգչուհին։ Իմ շրջապատում կան նաև աթեիստներ, որոնցից դրական արձագանքներ եմ լսել։ Օրինակ մայրս, աթեիստ լինելով, ընդհանուր արդյունքից գոհ է։ Լավ արձագանքեց, թեև Երուսաղեմ գնալու ցանկություն չհայտնեց, բայց միևնույն է, հոգևորը նրան արդեն հարազատ է դառնում, ուրախությամբ պատմել էր երգչուհին։ Խաչիկ Եղոյանը Bravo AM-ի հետ զրույցում նշել էր, ուխտագնացությունից հետո ավելի հաճախ է եկեղեցի գնում ու պատարակներին էլ ներկա է լինում։ Որոշ կադրեր տեղում բեմադրել է, բայց տեսանյութը հիմնված է վավերագրական նյութի վրա։ Բացի տեսահոլովակից նաև կլինի վավերագրական ֆիլմ, որի սցենարը կրկին Տեր Շմավոնն է գրում։ Եթե Աստված կամենա, կկոտրի իմ մեջ ինքնաթիռի հանդեպ վախը, և ես նորից Երուսաղեմ կգնամ։ Աննա Խաչատրյանը ևս նպատակ ունի հաջորդ տարվա աշնանը կրկին մեկնել Երուսաղեմ ու իրականացնել իր 3-րդ ուխտագնացությունը։ Իսկ նախորդ տարի Աննա Խաչատրյանը նոր երգ թողարկեց, որը կտրուկ տարբերվում էր մինչև այս նրա երգացանկում եղած ստեղծագործություններից։ Սիրո մասին այս անգամ երգչուհին երգում է անգլերենով։ Tonight այս գիշեր երգի խոսքերն ինքն է գրել, իսկ Շուշան Սարգսյանը երաժշտության հեղինակն է։ Վերջին շրջանում թևաթափ վիճակում էի, բայց Շուշանը որոշեց իր ձեռքերի մեջ վերցնել ամեն ինչ։ Բավական տանջեց ինձ, մինչև տեքստը գրեցի։ Նույնիսկ ընթացքում երաժշտությունը փոխում էր։ Արդյունքում երգը ծնվեց բուռն ստեղծագործական միջավայրում, նշել էր Աննան։ Երգչուհին խոստովանել է. առաջին անգամ է, որ գոհ է իր աշխատանքից։ Երգը գրվել ու գործիքավորվել է միջազգային ստանդարտներին համապատասխան, մանրակրկիտ աշխատանք է։ Հարություն Սարոյանի մոնտաժի արդյունքում վերջնական տարբերակը շատ գեղեցիկ է ստացվել։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այս երգով ներկայանա միջազգային մրցույթներում, Աննան պատասխանել է. ցավոք այսօր անցկացվող մրցույթներն ունեն տարիքային սահմանափակումներ, իսկ ես արդեն մեծ եմ, նշել էր երգչուհին։
Հավելենք նաև, որ տարիներ առաջ երգչուհին իր փորձն արեց նաև դերասանական ոլորտում։ Այս մասին խոսելով Աննա Խաչատրյանը նշել էր. «Սա նոր աշխարհ էր ինձ համար։ Մինչև այդ ինձ մոտ երբևէ նման փորձ չէր եղել։ Որքանով ինձ մոտ ստացվեց որպես դերասանուհի ներկայանալը, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կարողացել եմ որոշ չափով արդարացնել սերիալի աշխատակազմի հույսերը, քանի որ եղել են դեպքեր, երբ փողոցում քայլելիս իմ հասցեին ոչ այդքան լավ արձագանքներ եմ լսել, ինչը կապված է եղել հերոսուհուս Անուշիկի բացասական կերպար լինելու հետ։ Մեկ անգամ նշել էր երգչուհին, ավելացնելով, որ եթե ապագայում կրկին առաջարկ ստանա որպես դերասանուհի ներկայանալու, հաճույքով կհամաձայնի»։ Մեկ այլ հարցազրույցի ընթացքում Աննա Խաչատրյանը խոսել էր իր Շուշի երգի մասին, նշելով. «Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ Շուշին շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել։ Շուշին գրվել է հենց Շուշիի անկման օրը։ Շուշանի հետ ընկերներ ենք։ Մի օր հանդիպեցինք, ասաց, որ նման երգ է գրել, բայց դեռ չի կողմնորոշվում, թե ով պետք է կատարի։ Միանգամից ասացի. ես։ Զարմացավ, ասաց, դու երգն անգամ չես լսել, ոնց ես նման բան ասում։ Բայց ես հստակ որոշել էի։ Երգն ուղարկեց, լսեցի, առավել քան համոզվեցի, որ հենց ես պետք է այն կատարեմ։ Հետո որոշեցինք, որ անպայման պետք է տեսահոլովակ ունենա։ Ու զուգադիպեց այնպես, որ այդ պահին Հայաստանում էր գտնվում ուկրաինացի հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։ Նա Շուշան Սարգսյանի հետ այս պահին աշխատում է համաշխարհային մի նախագծի վրա։ Նրան երգը շատ դուր էր եկել ու հետաքրքիր էին նաև իր ապրումներն ու հույզերը, որոնք կապված էին մեր կորցրած հայրենիքի հետ։ Նկարահանումներն իրականացվել են Զանգակատուն գյուղում։ Երգը բոլոր հայերի հոգուց է։ Տեսահոլովակի անոնսը եղավ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը։ Լսարանը բաժանվեց երկու մասի։ Մի մասն ասում էր, որ իհարկե նման երգեր պետք է լինեն։ Պետք է խոսենք, քննարկենք ու չպետք է թողնենք, որ այդ վերքը սառի և մարի։ Մյուս մասն էլ ասում էր, որ չպետք է այդ մասին խոսենք, քանի որ ցավ է պատճառում։ Երկրորդն ինձ համար անընդունելի է։ Ուզում եմ մի բան հասկանալ։ Եթե մարդու մարմնի մի մասը ցավում է, այդ մասը կտրում հանում են, որ աչքից հեռու լինի։ Ինչ-որ միջոցներ է չեմ անգալիս, որ այդ ցավը բուժի։ Հիմա միջոցներից մեկն էլ բուժելու միակ տարբերակը Շուշին վերադարձնելն է։ Ու հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո այն մերն է լինելու։ Ուղղակի ես չեմ կարող հասկանալ այն թմրած վիճակը, որն այսօր տիրում է մեր երկրում։ Իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր երգչուհի Աննա Խաչատրյանը։